Հրադադարի սեպտեմբերյան աննախադեպ խախտումներից հետո Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելում առաջին անգամ։ Սկսում են Երևանից, հանդիպում նախագահի հետ։ Նախագահը միջնորդներին կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության եւ դատապարտման գործում, որն ըստ նախագահի չափազանց կարեւոր է հրադադարի պահպանման եւ դրա խախտումների բացառման տեսանկյունից։ Բանակցային նոր ռաունդը միջնորդների համար ավելի ծանր է, նշանառուներից ու դիվերսանտներից հետո Ադրբեջանն անցել է հրթիռահրետանային կայանքների կիրառմանը, փորձելով նոր մարտավարությունը դարձնել առօրյա ռազմավարություն։ Նոր իրավիճակում հրադադարի խախտումների ծավալները ձախողում են միջնորդների ջանքերը, Ադրբեջանին չզսպելը վնասում է եռանախագահների հեղինակությանը։ Տեսեք, եթե կողմերը ցանկանում են բանակցային կարգավորում, անհրաժեշտ է հարգել հրադադարը։ Բանակցային լուծումը հնարավոր չէ, եթե լարվածությունն աճում է։ Անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, որ բանակցություններն արդյունավետ լինեն։ Համանախագահները տարածաշրջանում են երկու կարևոր առաքելությամբ, նախ փորձելու են կանխել ծանր զինատեսակների կիրառումը, բացի այդ համանախագահները հստակեցնելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը։ Մենք բանակցում ենք մինչև տարվա վերջ նախագահների հանդիպում կազմակերպելու համար, հստակեցնելու ենք հանդիպման հնարավոր ժամկետն ու վայրը։ Ենթադրում եմ, որ դա տեղի կունենա դեկտեմբերին ձեր երկրում սպասվող սահմանադրական հանրաքվեից հետո, բայց այս տարի։ Համանախագահները շարունակում են ընդգծել հետաքննության մեխանիզմների կարևորությունը, Օրլեքի խոսքով պետք է հստակ միջոցներ կիրառել հրադադարի խախտումների մեղավորներին հայտնաբերելու համար։ Մեզ անհրաժեշտ է ունենալ հետաքննության մեխանիզմ, որ կողմերից մեկը մյուսին անհիմն չմեղադրի, որ ամեն անգամ հնարավոր լինի հստակ մատնանշել հրադադարը խախտողին։ Սա հենց այն առաջարկն է, որն Ադրբեջանը հետևողականորեն մերժում է։ Ահա Նյու Յորքում մեկ ամիս առաջ Ադրբեջանի արտգործնախարարի պատասխանը սահմանային բռնությունները հետաքննելու մեխանիզմների վերաբերյալ հարցին։ Դա պետք է լինի հայկական զորքերի դուրսբերման ժամանակ, ընդհանուր փաթեթի մեջ։ Միջնորդները վաղը կմեկնեն Արցախ, կբանակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանության հետ, որից հետո հատելով շփման գիծը կգնան Բաքու, Ալիևին բանակցությամբ վերադարձնելու։ Դավիթ Սարգսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։